Բարև ձեզ բոլորին։ Լավ ջան, ուրեմն հիմա եկել եմ Երևանի քաղաքապետարանի գլխավոր մուտքի մոտ, Երևանի քաղաքապետարանին տամ իրանց կոռուպցիան, որ մի աշխատանքի վրա մի քանի անգամ գումար են դուրս գրել։ Բարև ձեզ բոլորին։ Եկել եմ Երևանի քաղաքապետարանի գլխավոր մուտքի մոտ, որ Երևանի քաղաքապետարանին հանձնեմ իրանց իսկ կոռուպցիան կարող նման դրանը, որ Երևանի քաղաքապետարանը իմ տանիքի վրա, որը ես իմ սեփական միջոցներով եմ կառուցել, իմ տանիքի վրա գումարներ են դուրս գրել եւ հիմա իրանք ֆինանսը, որոնք իրանք դուրս են գրել, նորից եմ կրկնում, իմ ֆինանսական միջոցներով կառուցած տանիքի վրա վերել են ֆինանս կոռուպցիան հանձնեմ Երևանի քաղաքապետարանի, որ կոռուպցիան այսպես է լինում եւ բոլորս էլ հասկանում ենք, բոլորս էլ շատ լավ գիտենք ու գիտակցում ենք, որ սա միակ եւ եզակի դեպքը չէ, այսինքն բոլորն էլ գիտեն, որ Երևանի քաղաքապետարանը նման եւ որ տանիքները չեն նորոգում, բնակիչներին նորոգել են տալի, որ իրանք նորոգած տանիքների վրա շինանյութեր դուրս գրեն եւ փող քալանեն եւ հիմա ակնհայտ տվյալ դեպքով ես ապացուցեցի սա Երևանի քաղաքապետարանի ճակերտավոր ասած կազմած ցուցակն է, որ իբրև թե ես Արտուր Չախոյանս հայտ էի ներկայացրել շինանյութի տանիքը նորոգելու համար, ինչը որ բնավ նման բան չի ելել, այսինքն սուտ, կեղծիկ փաստաթուղթ են կազմել իմ անունով, որ փող եւ շինանյութ դուրս գրել եւ հիմա ես այսինքն հիմա չէ, շաբաթ օրը գնացել եմ այդ կոռուպցիան ստացել եմ, առհասարակ միտում չեմ ունեցել որևիցե բան գողանալու, այլ այս գողությունը իրանց եկալել եմ, որ բերեմ հանձնեմ իրանց, իցուց դնեմ հանրությանը, որ հետո չմանիպուլացնեն, չասեն սենց չի, ընես չի, այսպես էր, ընենց էր, այսինքն որ աուրը անհերքելի լինի, որ հետո չասեն մենք չենք տրամադրի իրանց որևիցե բան, եւ այլն, վրիպակա տեղի ունեցել, ոչ ժողովուրդ ջան, իրանց այսինքն քաղաքապետարանը ձեր անունով շինանյութ է դուրս գրել։ Այո, եւ հիմա բերել եմ իրանց։ Ինչպես եք տեղեկացել դրա մասին։ Հեսա, տեղեկացել եմ Երևանի քաղաքապետարանից իմացել եմ, գնացել եմ, բերել եմ եւ հիմա ժողովուրդ ջան, տեսա իրանց ցուցակը, որ իմ անունն են գրել, որ բնավ իմ տանիքը նորոգած է եւ շինանյութ են դուրս գրում։ Եվ ասեմ, պատկերացնում եք բոլոր վարչական շրջաններում քանի sense միլիոնավոր դրամներ կարող են դուրս գրել եւ հիմա այս շինանյութը ես նվիրատվում եմ Երևանի քաղաքապետարանին եմ վերադարձնում, ինչ ասեմ, թող կարան տանեն, ծախեն, ինչ ուզում են անեն։ Այսինքն եթե ես ի սկզբանե թալանելու, գողանալու միտում ունենամ, այս շինանյութը կարամ առել թանկներով, տանեմ, ծախեմ եւ ինձ ոչի բան չի լինի, բայց էսի երևանցիների գումարն է, որը քաղաքապետարանը թալանում է։ Այսինքն ստացվում է որ նաև այլ մարդկանց անուններով հնարավոր է դուրս գրել։ Իհարկե, միանշանակ է բազմաթիվ ցուցակ կա, անուններ կա եւ ակնհայտ է, որ Երևանի քաղաքապետարանը, ասենք ֆեյք ցուցակներով փողեր են դուրս գրում։ Ակնհայտ անհերքելի է։ Ես ամեն ինչը տեսա ձայնագրել եմ, թե ոնց եմ գնում Երևանի քաղաքապետարանից շինանյութը եկալում, չեն կարող ասեն Չախոյանը առել է, գողացել է, հենց իրանցից են եկալում եւ պաշտոնյաները տեղեկ են, այսինքն իրանք գողությունով են զբաղված, ակնհայտ է։ Եվ հիմա հիմա շինանյութը տան վերադարձնեմ Երևանի քաղաքապետարանին եւ այսքանով ավարտեմ, որ ժողովուրդը թող իրենց հետևությունները անեն, թե ոնց է պետական միջոցները բյուջեն երևանցիներից թալանում են։
բանդիմի Էսի առելի միլիոնավոր դրամների գումար է կազմում։ Այսքան ծիծեղները հենց սա մասին է խոսքը գնում։ Անկեղծ ասած հստակ կոնկրետ թիվ չեմ կարող ասել, մոտավոր շուկայական արժեք կարամ ասել, ըստ իմ հաշվարկի մոտավոր 500,000 դրամ, մոտավոր, բայց բոլորս պատկերացնում եք այդ իրականում քանի հատ նման աշխատանքներ իրան կարող են դուրս գրել 12 վարչական շրջաններով եւ աշխատանքի գումար եւ այլն եւ այլն։ Այսինքն ակնհայտ է հերթական անգամ Երևանի քաղաքապետարանի կոռուպցիան բռնել է փաստաթղթերով հիմնավոր, հիմա էլ չեք կարող ասել վրիպակ է եղել, սա շինախտ է եղել, մենք պետք է տանենք, խաբենք եւ այլն եւ այլն։ Ոչ ժողովուրդ ջան, այս է Երևանի քաղաքապետարանը նորոգած տանիքները, որը քաղաքացիները իրենց ֆինանսական միջոցներով են նորոգել, գումարներ են դուրս գնում։ Եվ այս դեպքում ինձ վրա են գումար ուզեցել դուրս գրեն։ Բայց տեսեք, բացահայտեցի, ներկայացրեցի, իրանց թալանը վերադարձնում են Երևանի քաղաքապետարանի, հույս ունենա մեր շինանյութը կարիքավոր Արդյունքը տան, որ իրանց տանիքը նորոգեն, այլ ոչ թե տանեն իրանց, չգիտեմ, ջեբերը կամ տանեն ծախեն, ինչ ասեմ, ժողովուրդ ջան, էս է, այսինքն դուրս է գալի, որ մարդիկ, որ կարիք ունեն իրանց տանիքը նորոգելու, Երևանի քաղաքապետարանը ուղղակի չի նորոգում, մերժում է, որ մարդիկ իրանց միջոցներով գնան նորոգեն, որ իրանք գումարներ դուրս գրեն։ Այսքան է ժողովուրդ ջան։ Իսկ փորձել եք հենց քաղաքապետարանից ճշտել, թե ինչպես է ստացվում, որ առանց ձեր տեղեկության ձեր անունով Դե փորձելու բան ինչ, եթե որ փորձեմ իմանամ, իրանք ասել են սադրեցի եւ այլն, պարզի ֆեյք ցուցակ են կազմել, գումարներ են դուրս գրել։ Էլ այդ ամենը ուրիշ բացատրություն չունի։ Այսինքն ակնհայտ փաստաթղթեր են կեղծել, գումարներ են դուրս գրում, այսինքն սա ոչ նորվա դեպք է եւ առաջի դեպքը չէ, այսինքն մենք բոլորս գամասը գիտենք, որ նման բան է լինում, բայց ակնհայտ որպես փաստացի ոչ ոք գամասը ոչ բացահայտել է եւ sense փաստացի չի ներկայացել եւ ես ներկայացնում եմ եւ պատկերացրեք քանի տարվա ընթացքում քանի հատ 501 միլիոն դրամներ են դուրս գրվել ոչ նպատակային։ Մենք այս վերջի իրադարձություններից խոսենք, Շենգավի վարչական շրջանի ղեկավարը հանդիպում է։ Տեսեք,
հետաքրքիր է ինչու դեպքը կայանում, բոլորս տեսանք թե նոր վարչական շրջանում ինչ պոլիտիկայից է տեղի ունեցավ, մոտ 10 հոգու որ հարձակվել են ինձ վրա, իրենց կանոնավորելու փոխարեն ինձ կանոնավորեցին ներման երկաթից։ Իսկ տվյալ դեպքում, որ Ռազմիկ Մկրտչյանի ներկու անձով կանոնավորեցին, ակնհայտ որ այս մամուլի շահը որ ինքը մարդացեցին, դուրս է գալի որ այս երկիրը ուսակցական պատկանելիության տարաշ։ Այսինքն եթե դուրս է գալի որ Ռազմիկ Մկրտչյանը օրինակ էականի չծեծեր, այ օրինակ չգիտեմ ուրիշ քաղաքացու հրախուսել միգուցե այլ պաշտոն առաջարկի հասնի բացատրելի կամ առասարակ հրաժարական իր ներկայացնի։ Այսինքն այս մարդիկ փոխություն հրախուսին են, այլ այս ամենը ուրիշ բացատրություն չունի։ Հակառակ դեպքում տվյալ այսպես ասած Ռազմիկ Մկրտչյանի նկատմամբ երբականությունը պետք է կիրառվել նոր վարչական շրջանի ուչա այցելած քաղաքապետի վրա։ Որովհետև շանտաժ արեցին, ակնհայտ շանտաժ արեցին, բոլորս տեսանք, չէ՞ որ շանտաժ ասեցին, եթե դուք քաղաքապետին հեռացնեք, մենք էլ մանդատներս վայր կդնենք, իսկ որ մանդատները վայր դնենք, գիտեմ, որ Տիգրան Ավինյանը շամպանսկի պրոկտի պես աթոռից կթռներ։ Իրանք շանտաժից վախեցան, բերնել ընտրությունները, գնացին քաղաքական առևտրի։ Հակառակ դեպքում վայրկի են Ռազմիկ Մկրտչյանը ձերբակալ, բացում չձերբակալ, ընդդեմ չի կարող, քպեև շանտաժ չէր անի, ինքն է կուսակցությունից։ Այսինքն ակնհայտ է այդ ամեն ինչը քաղաքական։ Այլ հարցեր, Երևանի քաղաքապետարանը իմ տանիքի վրա որ ես սեփական միջոցներով Երևանի քաղաքապետարանը կետին անգամ այսքան գումարներ է դասել։ Կոռուպցիա, լավ է, բանակն է։ Տեսեք, ես ապրում եմ բազմաբնակարան շենքի վերջի հարում, ես տանիքի հետ խնդիր ունեմ։ Ես իմ տանիքի վերանորոգելով և ֆինանսական միջոցներով Երևանի քաղաքապետարանը հաստատի դուրս է գալի, տեսել է, որ իմ տանիքը նորոգած է, լավ վիճակում է, բռնել են, փող են դուրս գրել տանիքի վրա և շինանյութ են գնել։ Հիմա իմ տանիքը, քանի որ եղած է նորոգած, ես Երևանի քաղաքապետարան չեն դիմել, որ իմ տանիքը նորոգեն, բայց իրանք ինչ-որ fake կերտ փաստաթղթեր կերտում են արել, որ իբրև թե Չախոյանը դիմել է, բայց Չախոյանը չի դիմել։ Իրանք այսինքն ուղղակի փողեր են դուրս գնում եւ առ երևույթ փաստացի դուրս է գալի 12 վարչական շրջանում, պատկերացեք նման քանի դեպքեր կարող են լինել, քանի տարիներ են տասում, այսինքն քաղաքացիները գնում են համատիպություն եւ Երևանի քաղաքապետարանը նորոգեն, մերժում են, մարդիկ ստիպված գնում են իրենց սեփական միջոցներով որոշ դեպքերում, իրենց տանիքները նորոգում են, իսկ Երևանի քաղաքապետարանի կոռուպացված խելոքները գնում են այդ տանիքների վրա, գումարներ են դուրս գնում։ Եվ հիմա տվյալ դեպքում ոչ ոք չի կարող ասել սա fake է, լկտի սուտ է, սադրանք է, մանիպուլյացիա, որտեղ հստակ իրանց թալան է, բերել եմ իրենց վերադարձնում, քանի որ առհասարակ մի չունեմ ես դուքի դիրանալու եւ դողանալու, այլ իրանցից վեկալել է, որ հանրությանը ցույց տան, որ փաստացի հեսա, ես վեկա, որ հետո չասեն, վերիպակա տեղի ունեցել, sense տնես մենք Չախոյանի չենք տրամադրի եւ այլն եւ այլն։ Ոչ ջան, տրամադրի եւ այդ կոռուպցիոն սխեման գործում է եւ ասեմ ավելի, այս ամեն ինչի համար ոչ ոք պատասխանատվություն չի կրելու։ Որտեղ սա համակարգված է եւ համակարգված դեպքում ոչ ոքին, այնպես ասած, զոհասեղանի չեն հասնում։ Ոչ, Երևանի քաղաքապետարանից են վեկալել։ Բացահայտել եմ, որտեղ իմ անունը ցուցակում բայել է, որը պետք է չլինի եւ ես նման հայտ չեմ ներկայացրել։ Ճիշտ ասած, արդեն գնացել եք, այս ցուցակը դեսի փոքս։ Այս ցուցակը։ 24-րդ համար, Արտուր Չախոյան, Իվան Հասցեն եւ այլն։ Այսինքն fake ցուցակ են կազմել, այդ ցուցակը